Ողջույն, սիրելի հայրենակիցներ, տեսակապով այսօր ես հարցազրույցի եմ հրավիրել հարգարժան Գագիկ Համբարյանին, քաղաքագետ։ Ողջունում եմ ձեզ, պարոն Համբարյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Համբարյան, Բարև ձեզ, ես էլ եմ ողջունում ձեզ եւ ես էլ եմ շնորհակալ ինձ եթեր հրավիրելու համար։ շատ լավ, պարոն Համբարյան, անցնենք օրվա կարևոր հարցերին։ Նախ Երևան էր ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը։ Պաշտոնյան այս Եվրոպայի պաշտոնյան հայտարարեց, ուզում եմ մեջ բերել հետևյալ խոսքը նրա. Ես այսօր այստեղ եմ աներկբա հայտարարելու, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի իր դուռը հայկական արտադրատեսակների համար, Եվրոպական միության 450 միլիոնանոց սպառողների շուկայում, վստահ եղեք, որ մենք դուռը կբացենք այդ 450 միլիոնանոց սպառողների շուկայի առաջ Հայաստանի դռները, վստահ եղեք, շարունակել է Եվրոչինովնիկը, որ մեր գործընկերների վրա ճնշումը երբ կուտակվում է, Եմեն կատարում է իր քայլը եւ մենք կատարել ենք այսօր այդ քայլը։ Ուզում եմ, պարոն Համբարյան, սկսենք հետևյալից, հա, տեսեք, հիմա մարդիկ շատ հայեր, ովքեր կլսեն այս խոսքը, կասեն, ինչու եք դժգոհում։ Ռուսական կողմը սանկցիաներ է իրականացնում, Եվրամիությունը գալիս է իր գործընկեր Հայաստանին օգնության այն դեպքում, երբ մենք անգամ Եվրամիության անդամ չենք։ Իդեպ այս մասին շեշտադրում է արել նաև Նիկոլ Փաշինյանը, ասելով մենք Եվրամիության անդամ չենք, բայց տեսեք թե որքան լավ են վերաբերվում Հայաստանին, Եվրամիությունը ինչպես է օժանդակում Հայաստանին։ Ուզում եմ ձեր օգնությամբ հասկանալ հետևյալը, որտեղ է թաքնված, ինչպես էին ասում, թակարդի պանիրը, հա, որտեղ է թաքնված շանգլուխը, ինչով եք բացատրում եւ խնդրում եմ բացատրեք դա մեր ժողովրդին, իրականում ինչ է կատարվում։ Այս մեծ սրտացավությունը առ Հայաստան եւ առ հայ ժողովուրդ, ինչով կմեկնաբանեք Ուրսուլա ֆոն դեր Լայնի այս հայտարարությունը։ 12 միլիոն եվրո օգնություն 18 միլիոն կներեք, եվրո 18, այո, օգնություն։ շեշտելով, որ դա 52 միլիոն այդ օժանդակության փաթեթի մի հատվածն է։ Խնդրեմ, լսում ենք ձեզ։ Հետո էլ ինչ որ թե մի 200 միլիոն դոլարանոց ինչ որ տոլի, այսպես ասած, եվրոյանոց ծրագիրել են ինչ որ թե ներտնելու, բայց սկսենք հետևյալից։ Գիտեք խնդիրը որն է։ Խնդիրը հետևյալն է, որ եվրոպական այս չինովնիկները ուղղակի մեր ժողովրդին դրել են բառացիորեն անասունի տեղ։ Ես նաև նշեմ, որ նույն հիմարի տեղը մեր ժողովրդին դրել է նաև Նիկոլը իր թիմի հետ միասին։ Նախ շատ լավ հավատանք Ուրսուլա ֆոն դեր Լայնին, բայց ինչ է նշանակում, եթե Ռուսաստանը փակի։ Ռուսաստանը արդեն 2 ամիս է փակել է իր շուկան հայ, հատկապես գյուղմթերքներ եւ սննդի արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների առաջ։ Ինչ է արել Եվրամիությունը այս 2 ամիսների ընթացքում, որբիսի հայ գյուղմթերք արտադրողները, լոլիկ արտադրողները, գելակ արտադրողները, վարունգ արտադրողները արդեն թութը եղավ, արդեն մոտենում է ավարտին, թթի սեզոնը, այսպես ասած, գիլազի սեզոնը կամած մոտենում է ավարտին, ծիրանի սեզոնը, այսպես ասած, թոուպողի մեջ է, հաջորդելու են նաև այլ, ուրեմն գյուղմթերքների, ուրեմն արտահանման ծրագրերը, ինչ է արել Եվրամիությունը մինչև հիմա։ Այդ կապիկությունները 100 ուրեմն արգղ այս երկիրն է տարե, հա, կներեք, մոռացա նաև ասել, որ ասենք ծաղիկները, որը տարին 12 ամիս Հայաստանը արտահանում էր 100 միլիոնավոր հատերով ամեն ամիս, ինչ է արել Եվրամիությունը մեզ համար լավ։ Ասենք առանց ամոթի ասում են 5500 ծաղիկ արտահանվել է Լատվիա։ Երևանում հարսանիքներ են լինում, որ 80-90 հազարա ծաղիկ է ծախսվում այդ հարսանիքի ժամանակ։ Ասենք հրճվում են 5500 ծաղիկ տանելու վրա։ Ու այսպիսի հիմարություններով մեր ժողովրդին ուղղակի դրել են անասունի տեղ եւ այդ Ուրսուլա ֆոն դեր Լայնը կոչված տագանքը եւ Նիկոլ Փաշինյանը։ Ասենք
Մեկը չկա հարցնի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող այդ անձին, թե դու 8 տարի Հայաստանի վարչապետ ես։ Դու 8 տարի հանրության մեջ գեներացնում ես հակառուսական տրամադրություններ։ Եկածդ օրվանից ինչ ես արել, որ հայ արտադրողը դուրս գա կոնկրետ եվրոպական շուկա կամ լավ եվրոպական էլ չէ, դիվերսիֆիկացնի իր արտաքին առևտուրը։ Դուք գիտեք չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունը ամենաքիչ կախվածության մեջ արտաքին առևտրի առումով Ռուսաստանից ունեցել է միայն Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Տարեկան ընդամենը մոտ 7-8% էր ընկնում մեր արտաքին առևտրի ծավալի մեջ Ռուսաստանի վրա։ Մյուս 93-92%-ը այլ երկրների վրա է ընկել։ Ասենք մեկը չկա, նաև լրագրողներից հարցնի, թե 2024 թվականին դեպի Եվրամիություն ցկտող Հայաստանի Հանրապետությունը ինչեր այնպես արել, որ իր արտաքին առևտրի 41%-ը բաժին ընկնի Ռուսաստանին, մի երկրի, որից մենք փորձում ենք հեռանալ։ Մեկը չկա հիմա հարցնի, թե մեկը չկա հիմա էլ հարցնի, թե եթե դու 2015 թվականին, այսինքն դու չէ, նախկինների օրոք, այսպես ասած, Սերժ Սարգսյանի օրոք, մեր արտաքին առևտրի ընդամենը 15%-ն էր ընկնում Ռուսաստանին բաժին, մյուս 85%-ը ընկնում էր այլ երկրների վրա, հատկապես Եվրամիության երկրների վրա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա։ Աբա 2025 թվականին որպես ինչ մեր արտաքին առևտրի 36%-ը բաժին է հասնում Ռուսաստանին։ Այսինքն Նիկոլը, ով իշխանությանը եկել հակառուսական հռետորաբանությամբ եւ մեջտ հակառուսական հիստերիա է հրահրում Հայաստանի Հանրապետությունում, ինքը մի փոքր մեղմ, իր թիմագիծները մի փոքր ավելի շատ, իրեն սպասարկող քաղաքագետները, վերլուծաբանները, մանգլավիկները, գործիքները, որոնք իրենց գործիչներ են համարում, ավելի շեշտակի են այդ հակառուսական տրամադրությունները տարածում։ Փաստորեն մենք Նիկոլի կառավարման տարիներին 2 անգամ ավելի կախվածության մեջ ենք ընկել Ռուսաստանից, մեր արտաքին առևտրի պահով։ Եթե Նիկոլը փորձում է Հայաստանը անջատել Ռուսաստանից, ապա դրա ամենակարևոր բաղադրիչ մասը, հարգելի Արմինե, պետք է լինի տնտեսապես կախվածությունը մեղմացնելը։ Հիմա մենք փոխանակ տնտեսապես կախվածությունը մեղմացնենք այս 8 տարիների ընթացքում Ռուսաստանից, մենք ավելի շատ ենք կախվածության մեջ ընկել Ռուսաստանից։ Մեր հասարակությունը չէ շատ է սիրում, հատկապես Նիկոլին երկրպագողմանսան, մեր պետական բյուջեն աճել է, հնան աճել է, այո, ինչի հաշվին է աճել։ Օրինակ իրանք գիտեն, որ Հայաստանը համարվում է աշխարհի ամենախոշորագույն ոսկի արտահանողներից մեկը։ Այդ մենք ոսկի ունենք այդքան։ Այդ ով չի հասկանում, որ ոսկին ռեէքսպորտ է արվում Հայաստանի տարածքով եւ տարվում է այլ երկրներ Ռուսաստանի Դաշնությունից։ Այդ ով է, ով չգիտի, որ Հայաստանի Հանրապետությունը որպես ինչ է ամենաշատ ուրեմն հեռախոսներ արտահանող պետությունը դարձել աշխարհում նշում են մենք հեռախոսի արտադրություն չունենք, բայց մենք միլիարդավոր դոլարների հեռախոս ենք արտահանում ու ուր Ռուսաստան։ Այո, որովհետև Ռուսաստանում ուրեմն սանկցիաների տակ ընկած, ինչպես նաև Եվրամիությունում սանկցիաներ սահմանած երկրները, որ Ռուսաստան պետք է այդ հեռախոսները չարտահանվեն, այդ հեռախոսները ռեէքսպորտի տեսքով արտահանվում են Հայաստանի տարածքով դեպի Ռուսաստան։ Ով դա չգիտի։ Ու հիմա ասենք այս ժողովրդին այսպես ուռապատրիոտական կեղծ հայրենասիրական, կեղծ ուրեմն թեզերով, թե իբր թե մեր բոլոր դժբախտությունների մեջ ռուսներն են մեղավոր, ռուսներից այն օրը նաև Նիկոլը արդեն չի թաքցնում, որ Արցախյան 44 օրյա պատերազմի հեղինակը ինքն է, որ ինքն է դիտավորյալ ասել Արցախը Հայաստանը եւ վերջ, որբիսի քանդի բանակցային գործընթացը դիտավորյալ հրահրի պատերազմ, որը օրինական ձևով, այսինքն օրինական պատերազմի Ադրբեջանի համար, լեգիտիմացված պատերազմ Ադրբեջանի համար, որ Ադրբեջանին որևէ երկիր չկարողանա մեղադրել ագրեսիայի մեջ, որովհետև Ադրբեջանը նույն րոպեին ասեց չհասկացանք 92 թվականից ձևավորված Մինսկի խմբի շրջանակում մենք Արցախի կարգավիճակի հարց ենք բարձում, Հայաստանը ասում է Արցախը Հայաստան է եւ վերջ, եւ ես պետք է չհարցակվեմ Արցախի ու Հայաստանի վրա։
Ու ինքը ասում է այդ զողողությունների գնին մենք հասել ենք այս վերջնարդյունքին, իսկ այս վերջնարդյունքը այնքանով է կարևոր, որ մենք բանից ենք, թագարտից ենք դուրս եկել։ Ինչ թագարտ։ Թագարտն էլ նկատի ունի ռուսների։ Ընդհակառակը, ես էլ եմ կրկնում, այդ նույն թագարտի ճագերտավոր դուրս գալու համար պետք է ամենակարևորը տնտեսական ուրեմն խնդիրները լուծել նույն Ռուսաստանից կախվածության պահը, կամ ինչի Նիկոլան հողը չգիտի Ռուսաստանը ինչ երկիր է, կամ ինչ է սպասվում այնտեղ ապրող հայերի հետ։ Այսինքն մտածում է հայերը ավելի կապուդարյուն ունեն, ավելի ազնվական են, քան վրացիները։ Այդ ինքը մոռանում է, թե ինչպես 2008 թվականի օգոստոսի 8-ին հիմար Միխայիլ Սաակաշվիլիի գործողությունների արդյունքում տասնյակ վրացի դոլարային միլիոնատերեր եւ միլիարդատերներ ուղղակի դարձան իրացածի նման բոմժ։ Ով չգիտի, որ Ռուսաստանը ժողովրդավարական երկիր չէ։ Այո, Ռուսաստանը ժողովրդավարական գիտենալով, որ այդ երկիրը ժողովրդավարական չէ, ինչպես կարելի է հայերին այդ ուրեմն հարվածի տակ դնել։ Եթե Հայաստանը պատրաստվում էր Ռուսաստանից անջատվել եւ գնալ դեպի ԵՄ, կամաց պետք է տնտեսական հարցերը լուծվեր, կամաց Ռուսաստանում բնակվող հայերին պետք է հետ բերենք մեր հայրենիք, հասկացնենք, որ հարգելի հայրենագիստներ, գիտեք, մեր արտաքին քաղաքական վեկտորը փոխվելու է եւ դու կարող եք հարվածի տակ հայտնվել Ռուսաստանում։ Այս ապուշ հիմար տեսակետ, այսինքն մենք մնում ենք ԵԱՏՄ-ում այնքան, որքան մեզ պետք է, լավ մենք մեզ ում տեղն ենք դրել։ Այս գեղցի շուստրիագություն, այս անասուն վարքագիծը մենք մտածում ենք, որ մեզ ներվելու է, այսինքն մենք ԵԱՏՄ-ն օգտագործում ենք որպես կներեք կենցաղային մագարտակով ասեմ, զապասնոյ կալյոս, հա։ Ասենք մեզ այս րոպեին պետք է մենք ԵԱՏՄ-ի մեջ ենք, բայց մեզ ԵԱՏՄ-ն այդքան էլ շատ չի բավարարում։ Մենք ձգտում ենք դեպի ԵՄ, այն պարագայում, երբ որ ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն անտագոնիստական տնտեսական խմբավորումներ են, դրանք հագառագործ խմբավորումներ են, ոչ թե նրանք մրցակից են, ոչ, նրանք հագառագործ են։ Դա բան Եվ համարյա։ մենք մեր այս գեղցի շուստրիագությամբ փորձում ենք ասել, որ բան ենք, հա, մենք այսպես ճիշտ է, մենք տնտեսապես հիմա Ռուսաստանից կախվածության մեջ ենք, բայց մենք կամաց քեզանից կանջատենք, դու էլ դա նորմալ պետք է տանես ռուս։ Գիտես, դու դա հանգարց ված չընդունես, դու մեզ պետք չես, դու այս պայն մենք քեզանով փող ենք աշխատում, այս պայն մենք մեր գյուղմթերքը կամ սննդի արտադրությունը կամ մոլիբդենը կամ չգիտես ինչը արտահանում ենք քո մոտ, քեզանից էժան գազ ենք գնում, 177 դոլար 1000 խորանարդ մետրը գնում ենք, գիտեք, Ռուսաստանը արհամարած ունի, թե Հայաստանի ընտրող սպառողը որքանով է գնում այդ գազը նույն Գազպրոմ Արմենիայից։ Գազպրոմ Արմենիան հայ բնակչությանը, Հայաստանի բնակչությանը կներեք 495 դոլարով է գազ վաճառում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ահռելի հարգեր է կանծում այդ Գազպրոմ Արմենիայից։ Այդ Գազպրոմ Արմենիայի աշխատակիցներն էլ բավական բարձր աշխատավարձ են ստանում համեմատած հայաստանյան մյուս ընկերությունների աշխատողների հետ։ Թող Հայաստանի Հանրապետությունը մեղմացնի Գազպրոմ Արմենիայի հարգերը ու պահանջի, որ գազի գինը էլ ավելի էժանանա։ Ինչի 177 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց հայ սպառողը գնում է 495 դոլարով։ Վաղը մյուսօր նույն Ռուսաստանը կասի, օքեյ, շատ լավ, դու հիմա էլ է ասում, հիմա էլ է շատ պարզ ասում է, մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, չէ՞ որ այդ Ռոսսելխոզնadzորը դա ընդամենը մահակ է Պուտինի ձեռքում, կարգի հրավիրելու այն երկրների ղեկավարների եւ այն երկրների բնակիչներին, ովքեր երևակայել են, որ իրանք շատ ճարպիկ են, կարող են ռուսներին խաբել, գցել ու թռնել ուրիշի գիրկը, ինչպես մենք փորձում ենք հիմա անել, մեր գեղցի շուստրիակալով։ Մենք նույնիսկ ճարպիկ չենք հասկանում, մենք սովորական ճարպիկ չենք, մենք գեղցի շուստրիակ ենք։ Մենք բաց այդ ռուսին ասում ենք, գիտես, դու նստի սպասի, թե մենք քեզ ետ ենք խապելու, գցելու ու թռնենք Եվրամիության գիրկը, բայց դու մեզ գազն էլ պետք է էժանով տաս, մեր ապրանքներն էլ պետք է գնես։ Ու ամենածիծաղելին այն է, որ ասենք Ուրսուլա ֆոն դեր Լյայնը գալիս է թուլափայ, մեզ շպրդում է 18 միլիոն եվրո,
Ես իրերը իրենց անունով եմ ասում, դա իմ բառապաշարը չէ, բայց դա տիպիկ բնութագրում է, թե այս խուլիգանքեն ինչերի է ընդունակ, ասենք գալիս է 18 միլիոն դոլար է շպրդում, այն բարակայում, երբ որ մեր բնակչությունը, գիտեք, պետք է մի կարևոր փաստ արձանագրի։ Ուրեմն հայաստանյան գյուղմթերքի 98%-ը արտահանվում է Ռուսաստան։ Տարեկան ուշադիր մեր հանրությանն եմ ասում։ Տարեկան Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստան արտահանվում է 1 միլիարդ 100 միլիոն դոլարի գյուղմթերք։ Այդ գյուղմթերքի ուրեմն բերքի սեզոնը տարբեր գյուղմթերքների արդեն սկսվել է ու կամաց մենք մեջտեղն ենք հասել։ Ֆոն դեր Լյայնը դեռ խոսում է ռուսական շուկայի փակ լինելու մասին։ Ռուսական շուկան փակ է։ Արդեն 2 ամիս է փակ է։ Այդ կինը փոխանակ գացի թե հարգելի հայ ժողովուրդ։ Ռուսաստանը փակել է իր շուկան գյուղմթերքի ձեր ուրեմն գյուղմթերքի առաջ։ Մենք պատրաստ ենք այդ 1 միլիարդ 100 միլիոն դոլարի գյուղմթերքը մենք կնենք։ Ոչ։ Եկել ասում է ես 18 միլիոն դոլարի օգնություն եմ ձեզ առաջարկում, 200 միլիոն էլ ծրագիր ենք մշակել, ուշադիր, մշակել են, թե ծրագիրը երբ ուժի մեջ կմտնի, մարդ չգիտի։ Ժամկետները չի նշել, պարոն Համբարյան, նկատի ունեցեք, ժամկետներ չեն նշել։ Այո, ես հենց դա եմ ասում։ Երկրորդը, մեր հանրությունը օրինակ գիտի, որ Հայաստանը տարեկան 550-ից մինչև 600 միլիոն ամերիկյան դոլարի սնունդ է արտահանում Ռուսաստան, բացի գյուղմթերքից։ Սնունդ, որը արտադրում է Հայաստանում։ Դա եւ կիսաֆաբրիկատներն են, եւ չրեղենն է, եւ ջերմուկն է, եւ բջջին է, հանքային ջրերն են, լիմոնադներն է, պահածոներն է, ծգնեղենն է, խավիարն է եւ այլ։ Ասենք այդ արտադրանքը լավ 18 միլիոն դոլար բերեց շպրդեց մեր երեսին, բայց 550-ից 600 միլիոն դոլարի սնունդը ով պետք է տանի Հայաստանից։ Ով պետք է գնի։ Հասկանում եք, չէ՞ մեծ ինչպես են գծում։ Մեկ էլ կարդում եմ այն անասնազանգված կա, չէ՞, մեկ էլ ասում են բան է, ջերմուկը չեն տանում, մենք շատ կխմենք, ինչի՞։ Այդ նույն ջերմուկը խանութում էժանացավ, ինչպես 210 դրամ կար, այդպես է մնացել է։ Ինչի մի կոպեկ էժանացել է, կերասը շուկաներում 700-800 դրամից էժան չկա նորմալ կերասը։ Կերաս հավաքողները գերադասում են այդ կերասը թափել, տեսել եք տեսանյութերը, ջրերի մեջ կանալներում են լցնում, բայց չեն վաճառում բնակիչներին։ Ու այս տիպի հիմարություններով մեր հասարակությանը կերակրում են։ Գիտեք, այս ամեն ինչի համար մենք ենք մեղավոր։ Մենք հայերս, Հայաստանի Հանրապետության բնակիչները, որտեղ թույլ ենք տալիս, որ Եվրո ինչ-որ անասնուհի Ուրսուլա ֆոն դեր Լյայնը կամ Կալլաս կամ մյուս Եվրո խուլիգանները, որ քանդեցին Վրաստանը, մեզ համար դաշ չեղավ, քանդեցին Ուկրաինան, Ուկրաինայի նման երկիր։ Գիտեք, ես ապրել եմ Ուկրաինայում, ինքը հարյուրապատիկ ավելի զարգացած էր տնտեսապես, քան Ռուսաստանը, բայց քանդեցին այդ երկիրը։ Հիմա քանդում են Մոլդովան, չնայած Մոլդովան ինքը իր էությամբ այնպես էլ չէ որ հզոր տնտեսություն ունեցող երկիր եղել, բայց խնդիրը գիտեք որն է։ Մոլդովան դա շինծու պետություն է, գիտեք չէ, դա Ադրբեջանի նման եզակի երկրներից է, որը իրականում ինքը Մոլդովա չէ, ինքը պատմական Բեսարաբիան է։ Իրական Մոլդովան գտնվում է Պրուտ գետից արևմուտք։ Ինչպես Ադրբեջանը, գիտեք, պատմական Ադրբեջանը դա Իրանի հյուսիս-արևմուտքն է, որը այս Ադրբեջանից որևէ կապ չունի։ Մոլդովացի ազգեր չկա, նրանք ռումինացիներն են։ Այդ ազգին ստեղծել է Ստալինը, երբ որ 45 թվականին Բեսարաբիան վերջնականապես Ռումինիայից պոկեց, որպես ֆաշիստական պետության պատիժ ու միացրեց բանին, Խորհրդային Միությանը։ Եվ հələ մոլդովացիները թշնամիներով շրջապատված չեն։ Մոլդովան ունի եղբայրական հարևան, ինչպես ռումինացիներն են, նույն ժողովուրդն է, մոլդովացի ժողովուրդ չկա, դա ուրեմն նույն ռումինացին։ Ասենք բացի դրանից ինքը նույն եվրոպական քաղաքակրթության կրող ժողովուրդների մեջ է ապրում, բայց մենք ապրում ենք մի շրջապատում, որտեղ
ժողովուրդներ կան, որոնք դա երազում են եւ ծրագրում են մեր ոչնչացումը։ Եվ դա թուրքերն են։ Որքան ուզում է կապիտուլյանտ Նիկոլասի խաղաղությունը, վերնախին խաղաղություն չի էլ բերել։ Խաղաղության պայմանագիր ստորագրված չէ։ Ու Ադրբեջանը նորանոր պահանջներ է ներկայացնելու Հայաստանին։ Ու հիմա մենք այս պարագայում, երբ որ մենք որոշ չափով ունենք ինչ որ գյուղմթերք արտադրողներ, սննդի արդյունաբերություն թաղում են, սարվում է դիտավորյալ։ Դուք նայեք, հաջորդ տարի ոչ մի ֆերմեր ծաղիկ չի աճեցնելու։ Ոչ մի ֆերմեր ուրեմն լոլիկ չի աճեցնելու։ Գերադասելու Բացում են թուրքերի համար։ Այո, որովհետև գիտեք, աշխարհում միակ երկիրը, որը կարող է բոլորին ծնկի բերել, գիտեք, չէ՞, դա Չինաստանն է։ Դրա համար բոլոր աշխարհի խոշորագույն պետությունները, թե իրենց արտադրողի, թե իրենց գյուղմթերք արդյունաբերության, թե իրենց գյուղմթերք արտադրողին պաշտպանելու համար մեծ հարգեր է սահմանում այլ երկրներից նույնատիպ ապրանքների ներկրման վրա, եթե այդ նույն ապրանքից արտադրվում է իր պետությունում։ Հասկանալի է, չէ՞։ Հիմա հարց, այդ որ ասում են սահմանները բացվի առևտուր անենք, Հայաստանի Հանրապետության իշխանությունները մեկ անգամ ասել են, որ ասենք մենք էլ լոլիկ ունենք, Թուրքիան էլ ունի, Թուրքիայից եկած լոլիկի համար մենք կսահմանենք 100% ներկրման հարկ, որովհետև եթե մենք թույլ տանք Թուրքիայից լոլիկը ներկրվի, թուրքական լոլիկը հայկականից էժան կլինի։ Բայց Նույնը արդյոք մեր ելակ շուկայում է թուրքական լոլիկը։ Նույնը ելակը, ես չգիտեմ, դուք Թուրքիայում եղել եք թե չէ, ես օրինակ տարիներ առաջ եղել եմ Անտալիայում։ Շատ, մի 15 տարի առաջ, երբ որ Երևանից էինք թռնում, երբ որ մոդենում ես Անտալիային, անծայրածիր ջերմոցներ են, որոնց ծայրը նույնիսկ ինքնաթիռից չի երևում։ Այսինքն մենք մտածում ենք, որ թուրքական գյուղմթերք արտադրողի առաջ մենք կարող ենք պայքարել մեր ուրեմն արտադրողը կարող է պայքարել, չի կարող պայքարել։ Այս քայլերը դիտավորյալ արվում են համատեղ, վերջնականապես Հայաստանում գյուղատնտեսությունը թաղելու համար։ Իսկ գիտեք դրա նպատակը որն է։ Դադարել Արարատյան դաշտավայրը։ Հայաստանի միակ խիտ բնակեցված տարածք։ Դուք եթե հիմա բացեք, նայեք Հայաստանի բնակեցման քարտեզը, կան, on-line քարտեզներ կան։ Դուք կտեսնեք, որ Հայաստանի միակ տարածքը, որ խիտ բնակեցված է, դա Արարատյան դաշտավայրն է։ Իսկ գյուղացուն հողից կտրելու համար պետք է սննգացնես։ Պետք է այնպես անես, որ իր տանջանքի դիմաց ինքը ոչինչ չվաստակի։ Ու հիմա այդ ծրագիրն է իրականացվում։ Իհարկե, ռուսը արհամարած ունի մեզ։ Նույն ռուսի տեսակետից դուք նայեք, տեսեք, այ քեզ բան ռուսը ասում է, չհասկացա։ Այսքան տարի, ես այդքան ամեն ինչ անեմ իրանց համար, օրինակի համար։ Ու հիմա իրանք որոշեն, որ իրանք պետք է մեզ գցեն, թռնեն մեր թշնամիների գիրկը։ Իսկ Ռուսաստանի ծրագիրը ո՞րն է։ Իդեպ, եթե կարելի մի հարց հետևյալ առումով, պարոն Համբարյան, այսօր ասուլիս էր անմիջապես, հա, ֆոն դեր Լայնին ճանապարհեց, որից հետո ճեպազրույց էր տալիս Փաշինյանը լրագրողներին, այդտեղ ասում է, նաև հենց, չէ, հենց Եվրոչինովնիկի ներկայությամբ էլ այդ միտքը ասեց, ասում է, մենք երբեք խնդիր չենք դրել եւ չենք դնելու ճգնաժամ ստեղծել Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում։ Եվ ասում է մեր համար ամենակարևորը մենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք իրականացնում։ Դա իշա Հայաստանի է։ Դա որևէ մեկի դեմ չէ, այսպես որ լսում ես ականջա հաջող հայտարարություն է Հայաստանի շահերից, հայ ժողովրդի համար, բայց արդյոք դա հենց այդպես է։ Ուզում եմ հասկանալ, ինքը իրականում բարձրաձայն հնչեցնում է, որ ինքը հակառուսական քաղաքականություն չի իրականացնում, բայց փաստերը բոլորովին այլ են ցույց տալիս եւ արդյունքում կամ հետևանքով ուղղակի տուժում է հայ ժողովուրդը, Հայաստանը։ Նայեք, դուք շատ ճիշտ նշեցիք, դուք ձեր հարցին պատասխանեցիք, Նիկոլի խոսքը եւ գործը իրար չեն համապատասխանում։ Ես չգիտեմ, Ռուսաստանում այս 8 տարվա մեջ, թե 6 տարվա մեջ հասկացան, որ Նիկոլի նման կապիտուլյանտով թուրքի կոշիկ լիզող է
ասենք Ալիևի անձնական վիրավորանքներին իրեն ուղղված, որ ասում է հարբեցող ծաղրածու Նիկոլի նման հզորը չի պատասխանում, որտեղ վախենում է, գիտի թե Ալիևը դրան ի պատասխան ինչեր կարող է իր գլխին բերել, բայց ասենք Պուտինի քթից բռնած պտտեցնում է ու խաբում է։ Գիտեք, այս ամեն ինչում Նիկոլն է ռուսներն են մեղավոր։ Ես անկեղծացած ռուսների անկեղծությանը չեմ հավատում։ Ինչ Չեմ հավատում։ խաղեր է գնում, ըստ ձեզ ինչ խաղեր Բերեք ճշտենք մեկ ու շատ կարևոր հանգամանք։ Ռուսաստանը չունի իր արտաքին քաղաքականության երկարատև տեսլականը համապատասխան տարածաշրջաներում։ Գումարած դրան, ասենք Լավրովի նման վինտաժ զզվելի ուրեմն անձը զզվելի բարիփուն իմաստով ինքը ազգությամբ հայ է, բայց ինքը ամենամեծ հագահայն է։ Ես նրան համարում եմ մեր ժողովրդի թշնամի։ Ուրեմն ասենք մտածում է, որ մենք հիմա զոհաբերում ենք Հայաստանը թուրքերի ու ադրբեջանցիների հետ ուրեմն կապեր ամրապնդելու կամ նրանց միջոցով մեր տնտեսական հարցերը լուծելու համար, վաղը մյուս օր պետք եղավ հետ կբերենք, չի լինելու նման բան։ Գիտեք, մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Տրամպի ճանապարհը դա իրականում պանթուրանական ուղին է, եւ դա Թուրքիան չի էլ թաքցնում։ Այստեղ խնդիրը նրանում է, որ այդ պանթուրանական ճանապարհի ուրեմն ձևավորումը Հայաստանի տարածքով ամբողջությամբ համընկնում է ԱՄՆ հերավար արտաքին քաղաքական նպատակների հետ, որովհետև եւ պանթուրանիզմի հերավար նպատակն է քանդել Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակն է թուլացնել, իսկ լավագույն դեպքում քանդել այս երկրները։ Պանթուրանիզմի, այդ պանթուրանական պետության ձևավորման գաղափարը, որը 120-130 տարի առաջ Օսմանյան կայսրությունում ներդրվեց, եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիայի ներկայիս նախագահան, չի էլ թաքցնում, որ ինքը հենց այդ ուղով է տանում իր երկիրը։ Ինքը հատկապես վերջին երկու անգամ վերընտրվելուց հետո, որպես նախագահ, ինքը ասում է, որ իմ գլխավոր նպատակը հավաքել թուրքական պետությունները մեկ ուրեմն ազդեցության գոտու մեջ, ինչպես նաև վերականգնել Թուրքիայի ազդեցությունը Օսմանյան կայսրության նախկին տարածքների նկատմամբ։ Քարտեզներ են ցույց տալիս իրենց կողմից վերահսկվող հեռուստաընկերություններով հայտնի քաղաքագետների, դիվանագետների են հրավիրում եւ այլ եւ այլ։ Եթե դուք նայում եք Թուրքիայի քարտեզին հիմա եւ նրա ազդեցության կոդիներին, դուք կիմացեք, Սիրիան նրա վերահսկողության տակ գտնվող երկիր է։ Սիրիայում իշխանության եկած ահաբեկիչները Ալ-Շարայի գլխավորությամբ դա պրոթուրքական ահաբեկչական կազմակերպության ուրեմն ներկայացուցիչներ են։ Կիպրոսի կեսը իրանցն է, Իրաքի հյուսիսում իրենք ազդեցության կոդի ունեն։ Նախիջևանը իրանց վերահսկողության տակ է գրեթե ամբողջությամբ։ Իրանք ահավոր մեծ ազդեցություն ունեն Վրաստանի Աջարիայի ուրեմն երկրամասում։ Իրանք արդեն այն աշճանի են լկտիացել, որ արդեն պրոթուրքական քաղաքական ուժ առանձին մասնակցում է Բուլղարիայում պարլամենտական ընտրություններին եւ վերջին ընտրությունների ժամանակ ճիշտ է չանցավ պարլամենտ, բայց այդ քաղաքական ուժը հավաքել էր մոտ 4% ձայն։ 1% էր ուրեմն չհերիքում, որ ինքը անցներ պարլամենտ։ Միք մոռացեք, որ Բուլղարիայի բնակչության 10%-ից ավելին թուրքեր են։ Թուրքիան ահավոր մեծ ազդեցություն ունի Հունաստանի հյուսիսում, որտեղ եւս կոմպակտ թուրքեր են բնակվում, եւ իհարկե պանթուրանական ճանապարհի գլխավոր նպատակը դա Թուրքիան Ադրբեջանի տարածքով միջինասիական երկրներին միավորելն է, բայց այդ ճանապարհը կառուցելու համար պետք էր մի հատ այլ լոգո, եւ այդ լոգոն դարձավ TRIP-ը։ Ինչու՞, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի շահերը, որպես շատ սերտ համագործակցող ռազմավարական գործընկերներ համընկավ, որովհետև նույն Թուրանի այդ նեոպանթուրանական ծրագրի հերավար նպատակներից մեկը, այն որ իրանք բացի Միջին Ասիայի մահմեդական եւ թուրքալեզու երկրները եւ ասենք նույն Ադրբեջանը Թուրքիայի վերահսկողության տակ եւ քաղաքական եւ տնտեսական եւ մշակութային առումով ուրեմն գցելուց զատ նաեւ հերավար նպատակը այն է, որ Թուրքիան պետք է առաջնայինը քանդի Ռուսաստանի Դաշնությունը եւ իր ազդեցությունը տարածի Հյուսիսային Կովկասի մահմեդական երկրամասերի վրա։ Հետագայում նաեւ Թուրքիան ծրագրում է
Վոլգագետի ափին գտնվող Թաթարստանի եւ Բաշկիրիայի միջոցով ծավալվել նաեւ դեպի կենտրոնական Ռուսաստան, հերավար նպատակներից է նաեւ Իրանի քանդելը, որպես կենտրոնացիկ պետություն, այսինքն Իրանի հյուսիս-արևմուտքը, որտեղ տարբեր տվյալներով բնակվում է 18-ից մինչև 35 միլիոն էթնիկ թուրքեր, որոնց Ադրբեջանում ադրբեջանցիներ են անվանում, շիա թուրքեր են սրանք, պետք է ըստ Անկարայի ասեն իրենց վերահսկողության տակ։ Էլ չասեն Չինաստանի հյուսիս-արևմուտքը, Սիցյան Ույգուրիայի ուրեմն տարածաշրջանը, որը իրոք թուրքերի պատմական հայրենիքն է։ Թուրքերը այդտեղից են գնացել դեպի արևմուտք, հասել մինչև Փոքր Ասիա եւ Հայկական Լեռնաշխարհ։ Իրանց պատմական հայրենիքը դա Ույգուրիան է, դա Ալթայի երկրամասն է, դա ուրեմն Ղազախստանի արևելքն է, նրանց հայրենիքը այդ մասն է, ու այդտեղ էլ բնակվող մոտ 35 միլիոն ուրեմն ույգուրներ թուրքերի վերահսկողության տակ անցելուց հետո մեխանիկորեն դա բերելու է նաև Չինաստանի թուլացմանը եւ քայքայմանը։ Իրանք նաև պլանավորում են այդ տարածքներից հարված հասցնել դեպի Ռուսաստանյան Սիբիր, Յակուտիա, մի մոռացեք, որ յակուտներն էլ որպես ազգ իրանք թուրքական ծագում ունեն։ Եվ մեխանիկորեն այս ծրագիրը, այս տրիպի ճանապարհը, դա իրականում, ինչպես ասեց հունիսի 8-ին Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլետ Բախչելին, դա թուրանական ճանապարհ է, որը պետք է անցնի, ինչպես ինքը ասեց, Թուրքիայի եւ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Շատերը մտածում են, որ Դևլետ Բախչելին դա ընդամենը Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության նախագահն է։ Ոչ, Դևլետ Բախչելին Էրդողանի կառավարության, ուրեմն Էրդողանի իշխանության համակիրն է եւ նրանք երկուսով Թուրքիայում կոալիցիոն կառավարություն են ձևավորել։ Առանց Դևլետ Բախչելիի միավորման Էրդողանը չէր կարող թուրքական պարլամենտում ունենալ պարզ մեծամասնություն եւ ձևավորել կառավարություն։ Եվ այս տրիպի վրա հրճվողները պետք է շատ լավ հասկանան, որ Նիկոլը Հայաստանը մտցրել է մի խաղի մեջ, որտեղից մենք կարող ենք դուրս չգալ։ Մեզ դա չեն ներելու ոչ իրանցիները, իսկ ավելի ճիշտ է ասել պարսիկները, ոչ էլ ռուսները վաղը մյուս օր մեր վրայով կանցնեն այն ձևի, որ մեզ համար դա, ինչպես նույն ռուսներն ասում, մալնի պակաժը։ Բայց խնդիրը գիտեք որն է, երբ որ ասենք նույն Ռուսաստանի արտգործնախարարությունում վերընկած այդ ծերակույտը Լավրովի գլխավորությամբ, ասենք չի հասկանում կամ ցույց է տալիս իբր թե չի հասկանում, թե Թուրքիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները համատեղ ինչ վտանգ են ներկայացնում Ռուսաստանի համար։ Հա, ռուսները կարող է հիմա Թուրքիայի միջոցով գազ են վաճառում Եվրոպային, ինչ որ թե ապրանքներ են ներկրում, ինչպես Հայաստանի տարածքով են ներկրում ինչ որ հեռախոս կամ չգիտես ինչ։ Թուրքիայով ավելի շատ, բայց դրա դիմաց զիջել Հարավային Կովկասում դիրքերը կամ Հայաստանը խուրդել թուրքերին մեր հաշվին առևտուր անելը։ Գիտեք, ես օրինակ բազմիցս եմ նշել, ինձ թվում է մեր հարցազրույցների ժամանակ էլ ցես ես նշել եմ, որ Նիկոլի իշխանությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո փրկել է Պուտինը իր տխրահռչակ եւ ցինիկ հարցազրույցով, որի ժամանակ ինքը ասեց, որ Նիկոլ Վավայևիչ не предатель, այսինքն Նիկոլ Փաշինյանը դավաճան չէր, որից հետո տարբեր ծագ ու ճյուղերում պահ մտած քայլիստները ոնց է սնգերը դուրս գալիս անձրևից հետո, այդպես հայտնվեցին համացանցում մեջ բերելով իրենց շատ սիրելի են ժամանակ, բայց հիմա շատ ադելի Պուտինի խոսքերը։ Հասկանում եք, սա էլ է խնդիր։ Գումարած դրան, գիտեք, ես ուզում եմ հասկանամ Ռուսաստանը բացի խոսելուց, բացի այս մանր-մունդր գործեր անելուց, որ մեծ մասամբ ժողովրդին է վնասում ու պատժում, ռուս ունի շատ վատ կողմ։ Ես բազմիցս եմ ասել, հիմա էլ կկրկնեմ, ռուսը լավ գործընկեր չէ, բայց շատ վատ թշնամի է։ Գումարած դրան, ռուսը նաև շատ լավ գիտի, որ այս տարածաշրջանում Հայաստանը շատ մեծ ընտրություն չունի։ Կամ մենք ռուսի կողքին ենք եւ հետնենք, կամ մենք թուրքերի տակն ենք։ Հազար ներողություն, բայց պատմականորեն միշտ այդպես է եղել այս վերջի 200 տարում։ Եվ
Ռուսը դա շատ լավ գիտակցում է, ինքը շատ լավ գիտի թուրքերի ծրագրերը մեր վերաբերյալ։ Ինքը շատ լավ գիտի նույն արևմուտքի ծրագրերը մեր վերաբերյալ։ Գիտեք, հարգելի Արմինե, ես ռուսին դեմ եմ։ Ես չեմ համարում, որ ռուսը լավն է։ Ռուսը լավը չէ։ Ինքը բազմից է դա ապացուցել։ Հատկապես Նիկոլի իշխանությունը փրկելով, հատկապես ձեն չհանելով, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլը իրենց թիկունքում եւ հայ ժողովրդի թիկունքում երկու ֆրանսիացիների Շարլ Միշելի եւ այս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուրեմն միջնորդությամբ Պրագայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Բա ռուս ժողովուրդ կամ Ռուսաստանի նախագահ Պուտին, դու եթե այդքան տղամարդ կայր նոյեմբերի 9-ին համապատասխան պայմանագիր էր ստորագրվել, դու էլ որպես գարանտ ստորագրությունը դրել էիր։ Բա դու չասես Նիկոլ, ես ինչ ես անում։ Այսինքն դու թքում ես իմ երեսին։ Չէ, Նիկոլը թքել է Պուտինի երեսին։ Նիկոլը ցույց է տվել, որ Պուտինը ոչնչություն է։ Պուտինը նորմալ մարդ չէ, Պուտինը եթե նորմալ մարդ ղեկավար լիներ, ասենք որևէ մեկը կկարողանար այդ նոյեմբերի 9 2020 թվականի այդ հայաստանյան կապիտուլյացիոն ակտը, որի տակ Պուտինն էր ստորագրել, այդպես առներ պատրեր գծեր մի կողմ, ասեր Արցախը Ադրբեջանին եմ տալիս եւ վերջ, կամ եթե Արցախը Ադրբեջանին տրված էր, ես հարց ունեմ էլի նույն այդ ռուսներին, բա 1 տարի է դուք Արցախում ինչ էիք անում, ինչ էիք մնացել մինչև վերջ, որ Նիկոլը վերջում ամեն ինչը ձեր վրա պարտի ու ասի ամեն ինչում ռուսն է մեղավոր, չպաշտպանեց։ Եվ գիտեք խնդիրը որն է, որ ես էլի եմ ասում, ես ռուսին դեմ եմ, բայց խնդիրը նրանում է, որ ես պատմաբան լինելով նոր նշեցի, չէ, կամ մենք ռուսի կողքին ենք հետնենք եւ իրոք կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն վարելով կարելի էր ռուսին համոզել, որ գիտես, դու գծուծ ես, դու ժուշկալ ես, դու չես սիրում փող ծախսես, ինչպես ասենք եվրոպացիներն ու ամերիկացիները անում են իրենց գործընկերների հետ։ Դու թույլ տուր մենք մեր սպյուրքի հնարավորությունները օգտագործենք։ Ինչպես եղել է, ասենք Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Այո, կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն եղել է Քոչարյանի օրոք, որը շատ ծերտ հարաբերություններ ուներ Ռուսաստանի հետ եւ չի էլ թաքցնում մինչեւ հիմա, բայց միևնույն ժամանակ այդ նույն ռուսներին համոզելով, նույն Ամերիկայի իշխանություններին համոզելով քրքրկորյան բերեցինք եւ վերականգնեցինք աղետալի վիճակում գտնված այդ ժամանակվա Հայաստանը։ Մենք հո շատ լավ գիտենք, չէ՞ որ Քրքրկորյանի, եթե Ամերիկան ասեր ստոպ, ոչ մի գումար է Հայաստանում չես ներտնի, Քրքրկորյանը երբեք իր ուրեմն բարեգործությունը չէր կարող անել։ Այդ բարեգործությունը դա քաղաքական ուրեմն շատ մեծ ծրագիր, շատ մեծ քայլեր ԱՄՆ կողմից մեզ թույլ տրված, հասկանում եք, չէ՞, մեզ այսինքն Հայաստանին իր կողմից նվիրատրված, որովհետև դու կարող ես բարեգործություն անես $10,000 շրջանակում, բայց դու Ամերիկայից հանում ես 250 միլիոն ամերիկյան դոլար, բերում ես Հայաստան, մի երկիր, որը Ռուսաստանի դաշնակիցն է, եւ այդքան էլ գումար չես վճարում ամերիկյան ուրեմն բյուջե։ Քրքրկորյանը ապացուցել է, որ ինքը դա բարեգործություն է արել եւ այդքան գումար չի վճարել ամերիկյան բյուջե։ Այսինքն մենք որքան էլ շնորհակալություն ենք հայտնում Քրքրկորյանին, մենք նաև պետք է հասկանանք, որ այդ ամեն ինչի հետևում իրականում ԱՄՆ կառավարությունն էր։ Բայց խնդիրը գիտեք որն է, որ հիմա նույն ԱՄՆ-ն ու նույն Եվրոպան չեն թաքցնում, որ իրանք Հայաստանը մաքրում են Ռուսից, թուրքերին նվիրելու համար։ Ասենք նույն Մակրոնը եկավ իմ հարազատ Գյումրի։ Հեչ ասում է հարգելի գյումրեցիներ կամ հայ ժողովուրդ։ Գյումրիում կա ռուսական ռազմաբազա։ Ինքը ոչինչ իրենից չի ներկայացնում։ Ինքը չնայած ասեց, որ ռուսները ոչինչ են։ Ռուսները այդ իրանց ռազմաբազաները չեն օգտագործում ինչպես պետք է։ Հանեք այդ ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքից, ես ձեր երկրում կտեղակայեմ ֆրանսիական լեգիոնի ինչ որ մի մաս, ասենք 2500 զինվոր կա Գյումրիում ծառայող, 3000-ատ ֆրանսիական լեգիոնից զինվոր կբերեմ, կտեղակայեմ ձեր քաղաքում, որովհետև մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Հայաստանը ունի անվտանգային խնդիր։ Որովհետև Հայաստանի անկախությունից ի վեր 2-3 անգամ եղել է դեպք, երբ որ Թուրքիան փորձել է հարձակվել Հայաստանի վրա։ Եվ դա ասում ենք ոչ թե մենք, այլ ասենք
Հայաստանում Հունաստանի նախկին դեսպանը, որը իր հուշերում այդ մասին մանրակրկիտ գրում է, հետո այդ մանրամասները ուրեմն բացահայտում են, ասենք, ռուս պաշտոնյաները, նախկին պաշտպանության նախարարներ, որոնք ասում են այո, մենք ենք կանխել, կամ շվեդական թերթերից մեկը գրել էր, որ եւս մեկ անգամ, երկու անգամ դեպքեր եղել, որ Թուրքիան լուրջ նախապատրաստություններ է տեսել Հայաստանի վրա հարձակվելու։ Ասենք, մենք խնդիրը հենց սրանում է, որ նույն եվրոպացին, գիտեք, իրանք շատ անկեղծ են մեզ հետ, իրանք չեն խաբում մեզ, իրանք շատ պարզ ասում են, մենք Հայաստանը մաքրում ենք ռուսներից, թուրքերին նվիրելու համար, որովհետև Թուրքիան մեր թիվ 1 գործընկերն է, ՆԱՏՕ-ի անդամ է, ինքը մեզ համար շատ մեծ շուկա է, 90 միլիոնանոց շուկա է եւ բավական գայթակղիչ, ինքը շատ ռազմավարական շատ մեծ նշանակություն ունեցող հանգույց է, լոգիստիկ, այսինքն Ասիան-Աֆրիկային կապող ճանապարհներից ամենակարևորներից է, որովհետեւ ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում արևմուտքը արևելքին կապող ճանապարհներից ամենակարևորները, որոնք անցնում էին նույն Ուկրաինայի, Բելոռուսիայի տարածքով դեպի Ռուսաստան, փակ են եւ փակ կլինեն բավական երկար եւ Թուրքիան այս առումով էլ որպես լոգիստիկ հանգույց իր կարևորությունը կրկնապատկեց նույն արևմուտքի եւ ԱՄՆ-ի մոտ։ Բացի դրանից նույն Թուրքիայի տարածքով են տեղի ունենում ռազմական օպերացիաները արևմուտքի մեծ մասամբ Սիրիայում եւ Իրաքում եւ հիմա այս ամեն ինչի ֆոնին մենք մտածում ենք, որ եվրոպացիները մեր սիրուն աչքերի համար կգան եւ մեզ որպես առաջին քրիստոնյա ժողովուրդ մեր կողքին կանչեն, թքած ունեն մեր վրա։ Եվրոպական արտաքին քաղաքականության հիմքում ընկած է մերկանտիլիզմը, այսինքն օգուտ ստանալը, իսկ հայերից իրանք ոչ մի մեծ օգուտ չեն ստանա, ինչպես այդ օգուտը կստանան նույն թուրք-ադրբեջանական տանդեմից, դե չասեն, որ ադրբեջանական նավթը եւ գազը մեծ ծավալով արտահանվում է եւ Եվրոպա եւ ամենակարևորը եվրոպացիների մեր տարածաշրջանի, այսինքն մեծ մերձավոր արևելքի ամենակարևոր իրենց գործընկեր պետություն Իսրայել։ Այո, պարոն Համբարյան, ձեր դիտարկումը շատ շնորհակալ եմ, շատ լավ վերլուծեցիք, հետաքրքիր է շատ, եւ ի տարբերություն, ասենք, մեր ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանին, օրինակ, երբ որ գալիս է եվրոպական չինովնիկները, այստեղ այնպիսի հայտարարություններ են անում, հայերի համար հաճելի, ականջա հաճ, ինչպես ասում են, նույնը արեց Ուրսուլա ֆոն դեր Լայնը, այսօր ասեց, հույսը ձեր դրեք մեր վրա, մենք ամեն ինչ կանենք ձեզ համար, հայ, այսպես ինչ որ անկեղծ հայտարարություններ են հնչեցնում, գնահատում են մեր աշխարհագրական դիրքը, ահա, եւ բացահայտ այդպիսի հայտարարություն են անում, որ ձեր աշխարհագրական դիրքը շատ կարեւոր է եւ որքան դուք մոտենաք Եվրամիությանը, դրանից կշահի ամբողջ հարավային Կովկասը։ Այսպիսի հայտարարություններ են անում։ Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը հասել է արդեն երկաթուղիներին։ Հայկական երկաթուղիների հետ կապված էլ կխնդրեմ մի փոքր արձագանքեք։ Մենք տեսնում ենք արդեն, որ այստեղ հստակ գծով Փաշինյանը տանում է հայկական երկաթուղիները ռուսական, հա, այսպես վերահսկողությունից պոկելու քաղաքականություն, կարծում եմ սա այդ նույն գծի մեջ է։ Հաջորդը լինելու է 102-րդ ռազմաբազան։ Եվ այստեղ դարձյալ ռուսական կողմի ինչ որ շատ տարօրինակ пассив կեցվածքը ընդհանրապես այսպես մի քանի հայտարարություններ եւ վերջ։ Իրենք ռուսները դուրս են գալիս Հայաստանից։ Մենք դա տեսնում ենք, իրենք դա չգիտես ինչի չեն տեսնում։ Եվ փաստորեն ստացվում է ինչ, պարոն Համբարյան, ստացվում է Նիկոլ Փաշինյանը կարող է ճիշտ է ասում, որ գալիս էին այստեղ լարվածություն են մտցնում, թողնում իրենք գնում են, հետո մենք մեր հարևանների հետ ունենում ենք խնդիրներ, ավելի լավ է թող իրենք ընդհանրապես գնան, մենք տետատետ հարաբերությունները կկարգավորենք, այնպես ինչպես հիմա անում է Ալիևի հետ, Էրդողանի հետ ուղիղ կապով կապված քաղաքականություն է իրականացնում։ Նախ նշեմ, որ ես նոր պատահական չնշեցի, որ Եվրոպայի համար եւ ԱՄՆ-ի համար Հայաստանով անցնող այդ ճանապարհը մեր դիրքը կրկնագի, եռագի, հազարապատիկ կարելի ասել, կարևորվեց ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, որտեղ Եվրոպան Ասիային կապող ամենակարճ լոգիստիկ ուրեմն ուղիները անցնում էին հենց Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի Բելոռուսի տարածքով։ Հիմա դրանք չեն գործում։ Եվ մեխանիկորեն Եվրոպային պետք է ավելի կարճ ուղիներ փնտրել, որոնք կարելի է շատ քիչ գումարով գործի դնել։ Եվ այս պանթուրանական ճանապարհը, որը ես նշեցի, որ ԱՄՆ-ին էլ է
Ձեռնտու նաև ձեռնտու է Եվրոպային։ Այո, Նաև այո, ձեռնտու է Եվրոպային։ Եվ նույն Եվրոպան էլ ԱՄՆ-ի նման մտածում է Ռուսաստանը քանդելու մասին։ Այնպես որ այս մեր տարածքով անցնող ուրեմն ենթակառուցվածքների նկատմամբ ուշադրությունը պատահական չէ հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Այսինքն ընթացքում ինչ վերաբերում է երկաթուղիները ռուսներից խլելուն, գիտեք, երբ որ նույն Նիկոլը խլեց ռուսներից էլցանցերը, հեծը, այո, վերջնենք, որ որքան էլ մենք համարենք, որ հեծը Սամվել Կարապետյանինն է, Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է։ Սամվել Կարապետյանին բոլորը դիտարկում են որպես ռուսաստանյան օլիգարխ, ազգությամբ հայ։ Եվ երբ որ ռուսները ծպտուն չհանեցին, Նիկոլը ինչի պետք է չլկտիանա, որ էլցանցերն էլ կխլի, երկաթուղին էլ կտանի, բանն է կտանի, Գազպրոմ Արմենիան էլ կպետականացնի, ռուսական կապիտալով Հայաստանում բացված գործարաններն էլ, ասեք թե Արմենալը, գիտեք, դա ռուսալի հայաստանյան ֆիլիալն է, փայլատի տեղ որ արտադրում են, վաղը միսօր դա էլ կվերցնի։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի արձագանքին, գիտեք, Ռուսաստանը նոր չէ, որ անմեղսունակ վարքագիծ է դրսևորում արտաքին քաղաքական։ Ուրեմն Ռուսաստանը եթե նորմալ երկիր լիներ, հատկապես այս վերջին 10-15 տարվա մեջ չէր կորցնի Ուկրաինան, չէր կորցնի իր մյուս հարևաններին։ Գիտեք, ռուսները սիրում են անընդհատ հայտարարություններ անելու, բողոքել վրացիներից, ուկրաինացիներից, մոլդովացիներից, ղազախներից եւ այլն եւ այլն։ Բայց խնդիրը նրանում է, որ այդ ամեն ինչի մեջ իրանք իրանք մեղավորությունը չեն տեսնում։ Իրանք մտածում են այն հին ցարական մենթորական մեթոդներով, որ բոլորին պետք է հրամայեն, հրահանգեն ու բոլորը պետք է լսեն, չէ, չկա նման բան։ Նույնիսկ հիշում եք ինչ լկտի ավարի էին խոսում մեր մասին, մեր ֆորպոստն է, կուդա ձենուց արմյանի։ Հիմա տեսան կուդա мы ценимся։ Ռուսների համար գիտեք որն է խնդիրը, որ Արցախի կորուստով բացվեց նրանց Պանդորայի արգղը։ Ես նոր պատահական չնշեցի, որ ցանկացած գրագետ պատմաբան գիտի Ռուսաստանին ինչպես ծնկի բերել։ Եթե դու ցանկանում ես Ռուսաստանին ծնկի բերել, դու պետք է հարվածես Ռուսաստանի ամենաթույլ տեղին։ Դա իր փորոդիկն է։ Իսկ Ռուսաստանի փորոդիկը գիտեք որն է։ Հյուսիսային Կովկասը։ Գիտեք չէ, ռուսները այնտեղ նույնիսկ խորհրդային միության տարիներին են դժվարությամբ վերացկել իրավիճակը։ Դուք մտածում եք Ստալինը պատահական չեչեններին, ինգուշներին, չերկեսներին, կարաչայևցիներին հանեց ու շպրտեց դուրս։ Դա պատահականություն չէր, որտեղ դա ցույց էր տալիս, որ խորհրդային իշխանությունները չեն կարող վերահսկել այդ ժողովուրդներին։ Չեչենական առաջին պատերազմից Ռուսաստանը խայտարակ ձևով դուրս եկավ, կորցնելով գրեթե ողջ Հյուսիսային Կովկասը։ Եթե ռուսները չեն հիշում կամ նույն Պուտինը, հիշեցնեմ, որ կար մի պահ, երբ որ նրանք ոչ միայն չէին վերահսկում ամբողջ Հյուսիսային Կովկասը, Դաղստան, Ինգուշետիա, Չեչնիա, Կարաչայևո, Չերկեսիա, Կաբարդինո-Բալկարիա, Ադիգեյա, ուրեմն Հյուսիսային Օսիա, որոշ չափով էին վերահսկում։ Իրանք նաև չէին վերահսկում Բաշկորտստանը եւ Թաթարստանը։ Թաթարստանի նախագահ Մինտիմիր Շայմիևը ռուսական դրոշներ հանել աղբար գղերն է դե։ Առանձին Թաթարստանի քաղաքացիություն էր, ուրեմն հնչարք է։ Թաթարստանը եղել են համապետական ընտրություններ, որ չի մասնակցել Ռուսաստանում։ Չի մասնակցել Պետդումայի ընտրություններին չէին մասնակցում, ասում էր մենք Ռուսաստանի կազմի մեջ չենք, որ Պետդումայի ընտրություններին մասնակցենք։ Սա խոպատահական չէ։ Ես նոր պատահական չնշեցի, որ նեոպանթուրանական եւ նեոպանոսմանական ծրագրի գլխավոր նպատակներից մեկը Թաթարստանը եւ Բաշկիրիան պլացդարմ սարքելն է Ռուսաստանի կենտրոնական մասում եւ այդտեղից հարված հասցնելն է ռուսական պետականության։ Եվ 1099 թվականին երկրորդ չեչենական պատերազմում այդ ամեն ինչը ուղղվեց։ Հիմա դուք պատկերացնում եք, ես ելի եմ ասել ու կրկնում եմ։
լավ, ռուսները չեն մտածում մեր մասին, որպես իրենց գործընկեր, որպես քրիստոնյա պետություն Հարավային Կովկասում, որը ամեն դեպքում միշտ իրենց կողքին է եղել, բայց գոնե իրանք իրանց մասին մտածեն, իրանց պետականության մասին մտածեն եւ իրանց գոյաբանության մասին մտածեն։ Ես միշտ դրա վրա եմ հույսս դրել, որ լավ, եթե իրանք չեն մտածում մեր ֆիզիկական անվտանգության կամ հայ ժողովրդի այստեղ ապրելու վերաբերյալ պահով, որովհետև գոնե Նիկոլայ առաջինը խելացի ցար էր, տգետ չէր էլի ներկայիս ռուսաստանյան իշխանությունների պես, որտեղ ասենք ինչ որ մի հրեա օլիգարխ Գոտնիսանով, Զախարիլիև, աղալարովներ մի քանի միլիարդ դոլար մեր պուտինյան կոռումպացված շրջապատին տալիս է ու մեկ էլ տեսնում ես պրոթուրքական ինչ որ լոբիստական խմբեր են հայտնվում Պուտինի շուրջ բոլորը։ Այդ մարդիկ խո պատահական չէ, խո հայ ժողովրդին սիրելով չէ, որ Գրիբոյեդովը իր կյանքի գնով 150,000 հայերի 1826-28 թվականի ռուս-պարսկական պատերազմի արդյունքում բերեց լցրեց հարավային Կովկասում, արևելյան Հայաստանում, որպեսզի փոխի այստեղի էթնիկ պատկերը, որպեսզի հայերը որպես քրիստոնյաներ դառնան պատնեշ թուրքական եւ պարսկական ուրեմն ագրեսիվ ուրեմն քաղաքականության դեմ, որ Ռուսաստանը պաշտպանվի։ Եվ հիմա ռուսները մտածում են, որ հայերին զոհաբերելով թուրքերին կբավարարեն, ոչ։ Թուրքերը երբեք դրանով չեն բավարարվելու։ Եվ թուրքերը ի տարբերություն անգրագետ Պուտինի, լավ գրագետ Էրդողանի տարբերություն անգրագետ Պուտինի, երբեք Պուտինին չի անվանում իր ընկերը, իսկ Ռուսաստանը չի անվանում իր ռազմավարական գործընկերը, որտեղ Էրդողանը շատ լավ գիտի, որ Ռուսաստանը թուրքական ծավալապաշտական արտաքին քաղաքականության թիվ 1 թշնամիներից մեկն է, որ ռուսներն են իր ձեռքից խլել եւ հարավային Կովկասի մի զգալի մասը, եւ Ղրիմը, եւ Տապաստանային Ուկրաինան ներկայիս, կամ Նովորոսիան։ Եվ թուրքերի գլխավոր նպատակը այն Էրդողանը, որ ասում է մենք պետք է վերականգնենք մեր ազդեցությունը այն տարածքների նկատմամբ, որը Օսմանյան կայսրությանն է եղել, դա նաեւ Ղրիմն է։ Էրդողանը միշտ ասում է մենք չենք ճանաչում Ղրիմը որպես Ռուսաստանի մաս։ Այո։ Ռուսաստանի ողջ ընդամենը 1000-ամյա պատմության մեջ իր պատմությունը ընդամենը 1000 տարի է։ 14 անգամ պատերազմել է Թուրքիայի դեմ։ Ամենաշատ պատերազմը Ռուսաստանը մղել է իր ողջ կարճատև պատմության ընթացքում Թուրքիայի դեմ։ Ու ասենք Պուտինը ասում է Ռուսաստանը Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է, լավ։ Ես ուզում եմ հասկանամ, դա ինքը փորձում է դիվանագիտական ինչ որ ճարպկություն ցույց տալ, իբր թե թուրքերի զգոնությունը թուլացնել, թե իրոք անկրագետ տգեդի մեկն է ու չի հասկանում, որ այդ իր արտահայտությունները ուղղակի ծիծաղ են առաջացնում պատմաբանների, քաղաքագետների, վերլուծաբանների մոտ, ովքեր շատ լավ գիտեն այս տարածաշրջանի պատմությունը եւ այս տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները։ Ես ելի եմ կրկնում, ռուսների վարքագիծը ինձ համար անմեղսունակություն է։ Ռուսաստանը մեծ քայլերով գնում է ինքնակործանման։ Ռուսաստանը, գիտեք, չէ, այս պահի դրությամբ Ռուսաստանը իր այն տարածքներում է գտնվում, որը ունեցել է 17-րդ դարում Իվան Ահեղի կառավարման տարիներին։ Ու ինչպես ասում են հռոմեացիները, եթե կայսրությունը չի շարժվում, կայսրությունները փլուզվում են։ Ու փոխանակ ինքը ազդեցության գոդիներ ձեռք բերի, տարածքներ ձեռք բերի, ինչպես անում է ԱՄՆ-ն, ինչպես անում են մյուս եվրոպական խոշոր քերտերությունները, Ռուսաստանը ընդհանրակ ասենք ինքը հիմա Ուկրաինայով է զբաղված, այն ռուսամետ մի զանգված կա, չէ, ինքը հիմա Ուկրաինայով է զբաղված, թե հետո Ուկրաինան կվերջանա, Ուկրաինան չի վերջանա։ Ուկրաինան չի վերջանա։ Ուկրաինան կարող է շարունակվել 2-3 տարի, բայց այդ 2-3 տարի կարող է աղետալի հետևանքներ ունենալ հայ ժողովրդի համար, բայց միևնույն ժամանակ նաև աղետալի հետևանքներ ունենալով հայ ժողովրդի համար կարող է նոր պլացդարմ դառնալ հագառուսական նոր հարձակումներ գործելու համար հարավից։ Պարոն Համբարյան,
Եթե ավարտեցիք, ես խնդրում եմ, կասեք ինչ պետք է անենք մենք հայերս։ Հիմա ռուսները թողնենք իրենց շահերի հետ ես չգիտեմ ինչ հաշվարկներ են անում։ Իրենք այս պահին այո սիրաշահում են Թուրքիային։ Մենք տեսանք Պուտինը ոնց գնաց Ադրբեջան, ինչպես խոնարհվեց Ալիևի, Հեյդար Ալիևի այդ հուշարձանի գերեզմանի առաջ, չէ, մենք տեսանք, չէ, այդ պրոցեսները։ Տեսնում ենք ինչպես է, որքան լավ հարաբերություններ են Ադրբեջանի հետ։ Եվ հիմա մենք ո՞նց պիտի առաջնորդվենք այս իրավիճակում։ Մեր Այստեղ խնդիրը հետևյալն է, որ ռուսը կարող է այս ամեն ինչից դուրս գալ։ Ինքը մեծ պետություն է, այո, շատ մեծ քանակությամբ ժողովուրդ է, Ռուսաստանի բնակչության 65%-ը ռուսներ են, 146 միլիոնից 65%-ը ռուսներ են։ Իրանք կարող են իրենց չագերտավորացել, սխալներ թույլ տալ եւ շռայլություններ թույլ տալ։ Ինչ վերաբերվում է մեզ, ես նշեմ ձեզ, եթե մենք մտածում ենք, որ թուրքերին սիրաշահելով, թուրքերին գտնելով մենք կփրկվենք, դա այդպիսի բան չկա։ Թուրքիայում եւ Ադրբեջանում Նիկոլի վարքագիծը ընդունվում է որպես թուլություն, որպես վախ, եւ դրա հետևանքները շատ ծանր են լինելու մեզ համար։ Դուք մտածում եք Ադրբեջանը ուրեմն հրաժարվելու է 300,000 ադրբեջանցիների բնակեցման, բավ չկա նման բան։ Իրենք նշեմ, Սամվել Կարապետյանի կամ մեր ընդդիմության թեզը չէ։ Դա Ադրբեջանի նախագահի ծրագիրն է, որի մասին բարձրաձայնել եմ բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաև ես, դեռ մինչև ազգային ժողովի ընտրությունները։ Այն որ Ադրբեջանի նախագահան 2021 թվականից խոսում է ադրբեջանցիների Հայաստան չագերտավոր վերադարձի մասին, դա նորություն չէ, ինչ կապ ունի Սամվել Կարապետյանը, ինչ կապ ունի ընդդիմությունը, ինչ կապ ունեն դաշնակներ այս ամեն ինչի հետ։ Սա Ադրբեջանի իշխանությունների ծրագիրն է, որը առաջ է տարվում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մագարտակով։ 23 թվականին էլ ՄԱԿ են դիմել, ինչի մասին է խոսքը, արդեն միջազգային հարթակներ են դիմում դեռ 20-22-23 թվականից։ Նրանք, ես ասեցի, չէ, 21 թվականից բարձրաձայնում են եւ 21 թվականից ակտիվ գործում են տարբեր հարթակներում, եւ ներքին եւ արտաքին եւ տարբեր հարթակներում։ Մենք պետք է սա հասկանանք։ Այս պահի դրությամբ ամենակարևորը այն է, որ մենք շարունակում ենք հասկանալ գոնե նույն Նիկոլը, որ առանց արտաքին հովանավորության մենք մեր անվտանգությունը չենք կարող պահել։ Տեսեք, որքան Նիկոլը հագարուս է, ինքը չի հանում ռուսական ռազմաբազան այստեղից։ Ռուսների հույսը դա է, որ Նիկոլը կարող է իր ժողովրդին խափի, թոս փչի եւ այլն, բայց տագից իրանց հետ խաղեր տա, ինչպես արել է մինչև հիմա։ Ինչպես արել է մինչև հիմա, որ 2000, ես էլի եմ կրկնում, 2020 թվականի նոյեմբերից հետո Նիկոլի իշխանությունը փրկել են ռուսները։ 2021 թվականի հայկական զինված ուժերի գլխավոր շտաբի չագերտավոր ապստամբությունը կանխվել է ռուսների կողմից։ Այդ մասին բարձրաձայնել է պրոկրեմլյան, մերձ կրեմլյան քաղաքագետ, վերլուծաբան, միջազգայնագետ Անդրանիկ Միհրանյանը։ Այն որ ռուսներն են պահել Նիկոլի իշխանությունը տարբեր շրջաններում, բարձրաձայնել են Կոնստանտին Զատուլինը, նույն Անդրանիկ Միհրանյանը, Սեմյոն Բաղդասարովը, Սալավյովը եւ այլ հայտնի եւ անհայտ ռուսաստանյան դեմքեր, այսպես ասած։ Այնպես որ դա մեզ համար նորություն չէ։ Խնդիրը մեզ համար հետեւյալն է, որ մենք պետք է հասկանանք, որ մենք չենք ապրում քաղաքակիրթ եվրոպական շրջապատում։ Շատ դեպքերում ես տեսնում եմ եւ լսում եմ, չէ, որ ասում են ֆրանսիացիներն ու գերմանացիներն է վատ հարաբերություններ ունեին։ Հա, ունեին, բայց նրանք նույն քաղաքակրթական ուրեմն ինստիտուտի մեջ են մտնում եվրոպական։ Նրանք շրջապատված, նրանք մեկը մյուսի նկատմամբ անտագոնիստական այդ ադելությունը չունեն։ Նրանք չեն մտածում մեկը մյուսին ոչնչացնելու մասին։ Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը ասում է, հայերը մեզ համար սեպ են, խնդիր են։ Հիմա թուլացել են, վաղի մյուս օր էլի կուժեղանան, մեր տեմպով կգան։ Դրա համար երկաթը պետք է տակ-տակ ծեծել։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը շատ կարճ ժամանակահատվածում կործանենք։ Դա մենք պետք է հասկանանք, գիտեք, սիրաշահելով թուրքերին, թուրքի դեմ գծնելով, թուրքի դեմ ծնկելով, մենք մեզ չենք փրկի։ Մենք ավելի կլկտիացնենք այդ քոչվորներին, որոնք 11-րդ դարից ի վեր հայտնվել են այստեղ, ու նրանց գլխավոր նպատակն է
մեր տարածքներին եւ մեր ունեցածին տիրանալը։ Պարոն Համբարյան, Փաշինյանը եւ սիրաշահում է, եւ ստորանում է, եւ լռում է Թուրքիայից, Ադրբեջանից, մասնավորաբար Ալիևի այդ բռունցքը, երբ ներկայացնում եք, դեպք ես ուզում էի նաեւ հիշեցնել, որ հենց իրենք ասեցին, որ հայերին մենք հաղթել ենք հենց այդ բռունցքով, հա, իրենց падգամավորներից մեկը վերջերս այդ հայտարարությունը նաեւ արեց։ Այսինքն իրենք գնում են ոչ թե այսպես կոչված խաղաղության, բարիդրացիական հարաբերություններ ինչի մասին է խոսքը, բնականաբար գնում են հայավոչնչացման, այդ ծրագիրը իրենց վաղեմի ծրագիրն էր թուրքական, պիտի իրականացնեն։ Հիմա, բայց այդ բոլորը արդեն 8 տարի է ասվում է եւ չնայած այդ ամեն ինչի մեր ժողովուրդը գնաց, նորից իր ձայնը տվեց, թեպետ բազմաթիվ խախտումներով, սարսափելի խախտումներով, ձայներ գողանալով Նիկոլ Փաշինյանը այսօր փորձում է ապահովել իր սահմանադրական մեծամասնություն լինելը, բայց նա չի եղել, չի դարձել սահմանադրական մեծամասնություն։ Նա ձայների մեծամասնություն չունի իրականում, քվեն չի ստացել, բայց նա հիմա ներկայանում է որպես հաղթող։ Ամեն դեպքում ես նաև կարծում եի, պարոն Համբարյան, որ ինքը 0.քանի% ձայն պիտի ստանար։ Այն մարդը, ով Արցախ է հանձնել, նա 0. մի քանի տոկոս ձայն պիտի ստանար, բայց ստացավ արդեն որորդ անգամ է նա վերընտրվում է։ Սա շատ լուրջ խնդիր է, ես կարծում եմ պետք է մի օր հատուկ առանձին վերլուծենք ինչ է կատարվում մեր ժողովրդի մտածողության հետ, այստեղ բան է կատարվում։ Մենք միշտ դա չենք հաշվի առնում, չենք ուզում այսպես ցավեցնել, չենք ուզում մեր ժողովրդի հասցե ինչ որ կոշտ բառ ասել, բայց մենք պետք է վերլուծենք, թե մեր ներսում ինչ է կատարվում։ Սա մեկ այլ թեմա, ես խոստանում եմ առանձին այդ թեմայով Չէ, ես մի երկու բառով անդրադառնամ ձեր այդ այո, ասածին։ խնդրեմ, դրա անդրադարձեք, որից հետո կգանք ներքաղաքական իրողությանը։ Ժողովուրդները անսխալական չէ լինում։ Պատմությունը բազմաթիվ դրվագներ եւ ապացույցներ գիտի ժողովուրդների սխալ լինելու վերաբերյալ։ Բայց այստեղ խնդիրը հետեւյալն է, որ եթե որոշ ժողովուրդներ սխալվում են, դա կատաստրոֆիկ հետևանքներ չի ունենում այդ ժողովուրդների համար կամ չի ունեցել։ Մեր պարագայում դա ունենալու է։ Օրինակ գերմանացիները 32 թվականին ընտրել են Ադոլֆ Հիտլերին որպես երկրի վարչապետ։ Ինքը կեղծիքներով չի դարձել։ 22 թվականին իտալացիները ֆաշիստ Բենիտո Մուսոլինին ընտրել են որպես երկրի վարչապետ։ 75 թվականին կամբոջացիները իրենց ձեռքով գնացին Պոլ Պոտի նման գեղցի ապուշին ընտրեցին վարչապետ, որը ընդամենը մի քանի տարում 1.5 միլիոն մարդու ցեղասպանեց իր սեփական ժողովրդից։ Այսինքն ես նշեցի մարդկանց Ադոլֆ Հիտլեր, Բենիտո Մուսոլինի, Պոլ Պոտ, որոնք իրենց սեփական պետության եւ սեփական ժողովրդի հանդեպ հանցագործություն են գործել։ Բայց ելի եմ կրկնում, իրանց պարագայում դա աղետալի, վերջնական աղետալի հետևանք չունեցավ, որ այդ երկրները կամ այդ պետությունները չքվեին քարտեզի վրայից։ Մեր պարագայում մենք կանգնած ենք ոչնչացման եզրին։ Գիտեք, մենք սպառող հասարակություն ենք ցավոք։ Մեզ փորձում են համոզել, որ թիվ 1 կարևոր գրավական այս կյանքում հայրենիքը չէ, հողը չէ, հայրենասիրությունը չէ։ Դա ուդելն է, ապրելն է լավ։ Հասկանում եք, ես հիմա որ նայում եմ, թե Նիկոլը ինչ մեթոդներ է կիրառում, այս ժողովրդի նուրբ լարերի վրա խաղալով, տեսում եմ, որ պատմությունը կրկնվում է։ Ասենք Նիկոլը կիրառում է այն նույն հնարքները հարուստների դեմ, լավ ապրողների դեմ, ինչ ժամանակին կիրառում էին 1789 թվականին Ֆրանսիայում հեղափոխության ժամանակ հեղափոխականները, յակոբինյանները։ Պատերազմ էին հայտնում դղյակներին։ Հետո ինչ եղավ։ Հետո այդ անկրագետ տգետ մասան եկավ իշխանության ու երկիրը մցրեց քաղաքացիական պատերազմի ճիրանների մեջ։ Վերջում ինչ տեսանք։ Վերջում տեսանք միապետության ռեստավրացիա։ Այսինքն միևնույն է, այդ էլիտան եկավ ու փրկեց երկիրը։ Ցավով պետք է արձանագրենք, որ Հայաստանում էլիտա չկա։ Գիտեք, ամեն ինչ պետք չէ գցել ժողովրդի վրա։ Եթե մենք ունենք հայրենասեր էլիտա, այդ հայրենասեր էլիտան չգիտեմ ինչ մեթոդներով, բայց կլուծեր այս հարցը։ Ցավոք նշեմ, որ մենք այդ էլիտան չունենք, որ
փրկի երկիրը Նիկոլի նման հագահայից։ Եվ անցնենք մեր վերջին հատվածին ներքաղաքական իրավիճակ, դարձյալ հիմնվենք Նիկոլ Փաշինյանի մեկ-երկու հայտարարության վրա։ Արդարադատությունից խոսելով, այսօր նա հայտարարում էր, որ եռագլուխ մաֆիայի դեմ է պայքարում արդեն 8 տարի եւ ասում է հեղափոխությունը ամենակիչը անդրադարձել է այդ արդարադատության վրա, որովհետեւ ասում է իրենք շատ ժողովրդավար են, այսպես չեն կարող էլի իրենց ուզած ձևով, պես մինչև վերջ ջարդուխուրդ անեն։ Ասում է սահմանադրությունը բաներ կա, որ չի թողնում։ Հետո գիտեք ինչ ասեց, ասում է ժողովուրդը ինձ հրահանգել է, իդեպ սկսել է ընտրություններից հետո ավելի շատ խոսել ժողովրդի անունից։ Ես այստեղ եմ, որտեղ ժողովուրդն է ուզել, ես ժողովրդի ընտրյալն եմ, հա, այս շեշտադրումները գնալով օրեցօր ավելի է շատացնում եւ ասում է ժողովուրդը ինձ հրահանգել է եւ ես այդ հրահանգում եմ այդ մարմիններին, նկատի ունի ուժային, հա, արդարադատության ուժային մարմիններին, որ ամեն օր պայքարելու ենք օլիգարխիայի դեմ եւ հարց է հնչեցնում, թե ինչեւ հիմա ինչի կալանավորված չեն, ինչի բանտերում չի, օրինակ Կարեն Կարապետյանը, նախկին վարչապետին նկատի ունի, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը նստելու են բոլորը, ասում է սադուտ վսե, այսպես ռուսերեն այդ բառերով էլ ավարտեց, բոլորը ինքը պատահական ռուսերեն չի ասում։ հա, Այդ բոլոր մարդիկ ըստ իրան Ռուսաստանի ուրեմն հովանավորյալներն են եւ հովանավորվում են նաեւ Ռուսաստանից եւ ինքը սրանով նաեւ ցույց է տալիս Պուտինին, որ քո այսպես ասած ներգաղացուցիչներին, որոնց մասին դու ինձ ասեցիր ազգային ժողովի ընտրություններից առաջ հանդիպման ժամանակ, որ մի ուրեմն այո, մի հետապնդի ռուսամետ ուժերին, ես դրանց հետ ինչ ուզենամ կանեմ ու դու ոչինչ չես անելու։ Նիկոլը այս առումով ճիշտ է, որովհետև Պուտինը քծող է։ Մենք բազմաթիվ այդպիսի ապացույցներ ունենք, որ ինքը քծում է, ասենք նույն Մոլդովայում, տեսել եք, Գագաուզիայի նախագահան հանդարտված է, Ռուսաստանը մադին չի տալիս, որպեսզի այդ կնոջը բանդից անի։ Ու հետո ասում է մենք հզոր երկիր ենք, мы наших не бросаем. Ոչ, они всех бросают и очень подло։ Ես էլ ռուսերեն ասեցի, որ եթե այս ձեր հաղորդումը թարգմանեն ու տնեն ինչ որ ռուսի դեմ, հատկապես Հայաստանում մումիայի դեր կատարող Ռուսաստանի այդ դեսպանի, ինչ որ մի հատ կոպիրկին կա, ես չեմ հասկանում, դա ընդհանրապես Ռուսաստանի շահերից է գործում, թե Ռուսաստանի թշնամիների շահերից է գործում, ասեք, թե մումիան վերընկած ուրեմն Երևանում, ես չգիտեմ, այդ նորմալ է թե չէ, ամեն դեպքում գոյությունն էլ իր հենց ներկայությունն էլ կներեք, պարոն Համբարյան, պատահական չէ։ Ինչի Ռուսաստանի դեսպանը Հայաստանում այդպեսին պիտի լիներ։ Հիմա այդ հարցը տվեք Լավրովին, Պուտինին հարցրեք, թե քո դեսպանը ընդհանրապես բվալ գիտի, թե չէ, թե մենակ ամբաղ զամբաղ հայտարարություններով եւ պրես ռելիզներով է հանդես գալիս, պրես ռելիզներն են նայում ես, ոնց որ դիսերտացիա լինի։ Հիմա հետեւյալը, անցնենք Նիկոլի ժողովրդի կողմից ընտրված լինելու։ Այո։ Ուրեմն Նիկոլը վաղաշաբաթի ընտրություններից առաջ այդ նույն տեղում, որ այսօր ինքը կանգնած ճեպազրույց էր տալիս լրագրողներին, ես հաջախակի եմ այդ մասը իշ տնում, լրագրողների այդ ճեպազրույցի, վաղաշաբաթի ընտրություններից առաջ ճեպազրույց էր տալիս ու լրագրողներից մեկի հարցին, թե ինչ բան է ժողովրդի կամքի լեգիտիմությունը, ասես դուք չգիտեք որն է դա, ասեմ ձեզ, դա 50% գումարած 1%-ն է։ Ինքը այս առումով ճիշտ է։ Ես չեմ կարող ասեմ, որ այս առումով Նիկոլան Հողը սխալ է, ինքը ճիշտ է։ Դա քաղաքագիտական ֆորմուլան է ճիշտ, որն է այն մարդը, ով արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը։ Դա այն մարդն է, ով ընտրությունների արդյունքում ստանում է 50% գումարած 1%, իդեպ, եթե ինքը պարլամենտական երկիր է եւ դա վարչապետական երկիր է, այստեղ նաեւ երկրորդ կարևոր ուրեմն պահանջն է կատարված նաև պետք է կատարվի, եւ որ ընտրություններին մասնակցի 50% գումարած 1% ընտրող, ընդհանուր բոլոր ընտրողների ուրեմն ցանկից։ Հիմա հարց. Նիկոլան Հողը
վերջին ազգային ժողովի կեղծված ընտրություններում են որ ԲՀԿ-ից 5 հատ մանդատ կողցան, որից 3-ը ինքը իրեն նվիրեց։ Հարց հիմա ինքը հավաքել է նույնիսկ այս բոլոր մեքենացություններով, այս բոլոր կեղծիքներով, այս վարչական ռեսուրսի կիրառմամբ, թոշակառուներին ընտրակաշակ բաժանելով, չագերտավորացած թոշակները բարձրացնելով ինքը ունի ընդամենը ըստ իր վերահսկողության տակ գտնվող կենտրոնական ընտրական հանձնաժողովի 49.7% ցայն։ Հիմա ինքը չի հագասում ինքն իրեն։ Նիկոլ Փաշինյանը չի կարող արտահայտել ժողովրդի լեգիտիմ կամքը։ Նիկոլ Փաշինյանը չի ստացել ազգային ժողովի ընտրությունների արդյունքում, իդեպ նշեմ, որ ընտրություններին մասնակցել է ընդհանուր ընտրողների 58%-ից ավելին, մի փոքր, ինքը ստացել է ընդամենը կրկնում եմ 49.7%, որը նշանակում է, որ 50.3%-ը ավելի մեծ է, քան 49.7%-ը։ Իսկ այն, որ ինքը հիմա մեծամասնություն է կազմում ազգային ժողովում, ինքը թող գնա շնորհակալություն հայտնի նախկիններին, կոնկրետ Սերժ Սարգսյանին, որովհետև Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ընդունվեց այդ այլանդակ ընտրական օրենսգիրքը, որի դեպ նշեմ, որ հանրապետականները իրանցից չէին հնարել, այդ օրենսգիրքը հանրապետականները գողացել էին, copy-paste էին արել ֆաշիստական Իտալիայից, Բենիտո Մուսոլինի ընտրական օրենսգիրքներ, որի համաձայն ասենք 36% ցայն հավաքած քաղաքական ուժը մեկ էլ ինչ որ մեքենացություն, ինչ որ բանաձևերի արդյունքում ստանում է 50%-ից ավել։ Դրա համար էլ Նիկոլը, որը ինչպես ինքն է ասում, ժողովրդի լեգիտիմ կամքի քվեն չստացավ 50% գումարած 1%-ը, մեկ էլ պարզվեց 105 հոկանոց պարլամենտում ունի 64 հոկանոց ֆրակցիա։ Ինքը թող գնա շնորհակալություն հայտնի նախկիններին, որ այդ այլանդակ ընտրական օրենսգիրքը ընդունեցին, ինքը ժառանգեց ու չհրաժարվեց։ Այս 8 տարիների ընթացքում ինքը չհրաժարվեց այդ ընտրական օրենսգրքից։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ժողովրդի լեգիտիմ կամք չի ստացել, հարգելի հայրենակիցներ։ Ինքը իր ասած 50% գումարած 1%-ը չունի, ինքը չի կարող ժողովրդի անունից խոսել։ Ես օբյեկտիվն եմ նշում։ Գիտեք, Արմինե ջան, եթե բոլոր ձևաչափերով, կեղծիքներով, բանով ինքը հավաքեր 51%-ից ավել ցայն, ես կասեի ժողովուրդն է ընտրել։ Բայց ժողովուրդը չի ընտրել։ Իդեպ նաև նշեմ, որ 2021 թվականին է ժողովուրդը չէր ընտրել։ Ճիշտ է, ինքը այդ ժամանակ ստացել էր 53%, բայց խնդիրը գիտեք որն է։ Ընդհանուր ընտրողների ընդամենը 48%-ն էր մասնակցել ընտրություններին, այսինքն 52%-ը չէր մասնակցել։ Այսինքն ժողովրդի կողմից ընտրված լինելու երկու պահանջներից մեկը չի կատարվել եւ 21 թվականին եւ 25 թվականին։ Կներեք, 26 թվականին։ Այնպես որ ինքը ժողովրդի անունից թող չխոսի, իսկ ինչ վերաբերվում է հիմա երակլուղ, չգիտես ում պատժելուն, նշեմ, որ 8 տարիների ընթացքում ինքը կարող էր այդ բոլոր երակլուղներին եւ պատժեր, եւ բանդեր նետեր, բայց ինքը դիդավորյալ չարեց ու շարունակում է իր ոճով առաջ գնալ այդ մարդկանց, այդ քաղաքական ուժերին եւ նրանց լիդերներին օգտագործելով որպես բոբո հասարակության համար, իր ընտրական գծի համար, այո, որ վերարտադրվի։ Սա է խնդիրը։ Իսկ ինչ վերաբերում է ձեր նշած վերը նշված քաղաքական ուժերին, ես համոզված եմ, եթե նրանք լինեին նորմալ երկրի կողմից հովանավորվող ուժեր, ասենք ԱՄՆ-ի, Եվրոպայի, Նիկոլը նույնիսկ դրանց անունը չէր տա, բայց քանի որ նրանց թիկունքում կանգնած է Ռուսաստանի նման իրեն ինքնահռչակված հզոր երկիրը, որը իրականում նորմալ երկիր չէ ինձ համար։ Այս պարագայում ես չեմ կարող Ռուսաստանին համարել նորմալ, գիտեք, գործընկերներին գցել, խաբել, զոհաբերելը դա նորմալ չէ։ Ես չեմ հասկանում որպես պատմաբան եւ վերլուծաբան
Այն որ «Յա ինքը հիմա Ուկրաինայով է զբաղված», իա, ինձ ինչ։ Այդ Ուկրաինայում ինքը խրվեց իր քավորի պատճառով։ Իր քավորի, այն Մեդվեդչուկ կար մի հատ խուլիգան, որ իրան համոզել էր, որ աղ ու հացով ցես Կիևում կընդունեն։ Տեսանք ինչ եղավ։ Եվ այսպես, պարոն Համբարյան, ավարտենք, էլի շատ-շատ հարցեր կա եւ շատ հետաքրքիր եք դուք վերլուծում, չեմ էլ ուզում ընդհատել, որովհետեւ այդ վերլուծությունը պետք է բոլորիս, որ հետո հասկանանք ինչ ենք անելու, հա, որ կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ։ Հիմա այդ սահմանադրական դատարան, սպասում ենք անհամբեր որոշման կայացմանը, վաղը չեմ մյուս օրը, հա, երկու օրից կտեսնենք ինչ որոշում է կայացնում, անկեղծ ասած ես որևէ հույս չունեմ մի սահմանադրական դատարանից, որի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի հնազանդ դատավորներն են, անկեղծ ասած ես ոչ մի հույս չունեմ։ Իհարկե, եթե հույս ունենալ էլ պետք չէ։ Գիտեք, կներեք, որ ընդհատեցի, բայց Խնդրեմ, այստեղ խնդիրը նաև նրանում է, որ ասենք նույն մեր ընդդիմադիրները պետք է սահմանադրական դատարանում ներկայացնեին ոչ թե իրենց սեփական տեսակետը, որ ընտրությունները կեղծված է կոնկրետ ԲՀԿ-ի ցայների պահով, որովհետև ամենակարևորը այդ է, այլ այն փաստերը օգտագործել, որոնք Նիկոլի թեմ տհանում են հենց Նիկոլին սատարող ուժեր, ասենք Դանիել Իոնիսյան։ Դանիել Իոնիսյանը իր FIP հաշտագում, FIP KDM, գիտեք, ինքը ինչ որ հաշտագ ունի, որտեղ բացահայտում է կեղծ եւ ճիշտ տեղեկությունները, այդ մարդը, գիտեք, օբյեկտիվ են վերցնում, մարդը շատ պարզ մաթեմատիկական հաշվարկով ապացուցել էր, որ Նիկոլի Վահագն Հովակիմյանը սդում է, երբ որ ասում է, որ 3 ընտրական տեղամասերում, որտեղ չեղարկվել են ընտրությունները, այդ ձայները չեն ազդում ԲՀԿ-ի անցնելու վրա։ Դանիել Լիոնիսյանի FIP հաշտագը ապացուցել էր, որ Վահագն Հովակիմյանը սդում է, մանիպուլացնում է, կեղծում է։ Շատ լավ էլ կանցնի, որովհետև այդ 3 ընտրատեղամասերի արդյունքները եթե գումարենք այն թվին, որը հիմա կա, ԲՀԿ-ն կստանար 4.003% ձայն։ Այո, Իոնիսյանը անկեղծ էր։ Լավ, բայց Այդ ամեն պահով այդ մարդը անկեղծ էր եւ ես գտնում եմ, որ ընդդիմությունը ոչ թե պետք է իր անունից այդ ամեն ինչը ներկայացնել որպես ապացույց, այլ նաեւ նույն Դանիել Իոնիսյանի։ հա, բայց պարոն Համբարյան, շատ լուրջ փաստեր են ներկայացվել։ Ձեր Գիտեմ, կարծիքով շատ լավ գիտեմ, հիմա բայց հիմա ինչ բայց դուք լուծում տեսաք կտա։ ովքեր են։ Հա, Ես չեմ հավատում, ես չեմ հավատում։ Ես այսինքն այդ չնայած այդ փաստերին ասելու են չի անդրադարձել դա բան ընտրությունների արդյունքների վրա։ շատ լուրջ փաստարկներ էին, շատ լուրջ, այդ նույն ընտրությունների վրա ծախսի գումարը Այո, շատ այդ ուժեղ բյուջետ, ներկայացվեց, այն վարչական ռեսուրս, գաղտնի վարչական ռեսուրս եւ այլն, բայց ցուցակներ։ ինձ համար ամենահետաքրքիրը այն է, թե սահմանադրական դատարանի դատավորները արդյոք պետք է ասեն, որ այդ 3 ընտրատեղամասերում, որտեղ ընտրությունները չեղարկվել էին, ԲՀԿ-ի ձայները, եթե գումարենք այն ինչ որ ինքը ստացել էր ԲՀԿ-ն այդտեղ, ուրեմն չի անցնելու։ Այդ է ինձ հետաքրքիր, Այո, ամենաշատը դա է հետաքրքիր։ ճիշտ է, Գումարած դրանց դրան այդ ինձ հետաքրքիր է, սահմանադրական դատարանը ճիշտ է համարում, որ ասենք, եթե իհարկե չեղարկի ընտրությունների արդյունքները կամ ասի, որ այդ 3 ընտրատեղամասերում պետք է կրկնակվեարկություն լինի։ Ասենք հանձնաժողովի նախագահի կամ Զորամասի հրամանատարի, որը ոչ պատշաճ ժամանակին բերել է իր զինվորներին եւ պարտադրել է հանձնաժողովին, որ քվեարկեն, ասենք ձեր նման քաղաքացիները, որոնք արդար գնացել, ուրեմն մասնակցել են ընտրություններին եւ իրենց ձայնը տվել են X քաղաքական ուժի, այդ թվում նաեւ ԿՊ-ին։ Ինչի պետք է իրանց ձայները չհաշվեն, որպես ինչ պետք է նույնիսկ ԿՊ-ին ձայն տված մարդու ձայնը գնա կորի, որովհետեւ հանձնաժողովի նախագահան եւ X մարդիկ հանցագործություն են գործել ու մինչև հիմա չեն պատժվել։ Վահագն Հովակիմյանի կերպարը շատ հետաքրքիր է, մի հատ վերլուծման կարիք կա, թեպետ այնքան Չէ, պարզ է ամեն լուծման ինչ։ կարիք չէ, այդտեղ կերպար չկա։ Այդ մարդը Ճիշտ կերպար է, չէ, թեպետ այդ գիտեք չէ, մարդը որ ինչ ինքը որ եղել է լղոթված Նիկոլ Փաշինյանի կներեք, Նիկոլ Փաշինյանի լրագրողն է եղել եւ բավական անհաջող լրագրող, տարիներ շարունակ գիտեինք, ասում են
իրենց հետ աշխատած մարդիկ ասում են միշտ դժգոհել է Հովակիմյանի հոդվածներից, համարել է անգրագետ։ Հիմա փաստորեն այս անգամ իրեն շատ կարևոր մի գործ էր տվել նկարչություն անելու, բայց շատ վատ նկարչություն է արել, այնպես որ անգամ խայտարակվում է այս դեպքում նաև ՔՊ-ն, այսինքն ինքը վատ վիճակ է ստեղծում հենց ՔՊ-ի համար իր այդ անհաջող լղոզած նկարչությամբ։ Մի հարց տամ եւ ավարտենք։ Այս ամբողջ փաթեթը պարզ է, արդեն շատ լավ գիտենք, Սահմանադրական դատարանը լղոզելու է գնա։ Չգիտեմ, ԲՀԿ-ի հետ կապված հետաքրքիր է, տեսնենք ինչ կլինի։ Ինչ կարծիք եք, պետք է որ ընդդիմությունը միասնաբար այդ ամբողջ գործընթացը շարունակի միջազգային դատարանում, օրինակ ինչ թե դրա կարիքն էլ չկա, որովհետև գիտենք Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած են այդ նույն միջազգային հարթակները, չգիտեմ, եվրոչինովնիկները եւ այլն, արժե գործընթացը միջազգային եվրոպական հարթակներում շարունակել, թե ոչ։ Դուք ձեր հարցին պատասխանը տվեցիք։ Ինչ միջազգային դատարան։ Այդ միջազգային դատարանի վճիռին սպասելու արդյունքում հաջորդ ընտրությունները կգան։ Հա։ Ինչի մասին է խոսքը։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Ուրեմն, պարոն Համբարյան, սպասենք զարգացումների։ Ես չեմ էլ ուզում հիմա հարցնել, մանդատներ վերցնել, չվերցնել, այնքան բան է, չգիտեմ, այդ թեման էլ մյուս թեման է։ Գուցե դրա մասին կխոսենք արդեն Սահմանադրական դատարանի որոշումից, այսպես ասած, որոշումից հետո։ Ես շատ շնորհակալ եմ այս խորքային վերլուծության համար, ինչը շատ կարևոր է հայ ունկնդրի համար։ Եվ վերհիշեցնեմ հեռուստադիտողներին, տեսակապով մենք զրուցում էինք մեր հարգարժան քաղաքագետի Գագիկ Համբարյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք, ցտեսություն։